Բարև ձեզ, բարեկամներ, դարձյալ մենք մաթեմատիկայի մեր դասերին հանդիպում ենք և առաջարկում եմ լուծել հետևյալ խնդիրը, նորից տրված է պարամետր պարունակող համակարգ և հարցադրումներ։ Առաջի հարցադրումը հետևյալն է, i քանի արժեքի դեպքում համակարգը լուծում չունի։ I քանի արժեքի դեպքում համակարգը լուծում չունի։ Ընդհանրապես այս տիպի խնդիրներ լուծելիս, հարգելի բարեկամներ, պետք է ուշադրություն դարձնել հարցադրումների վրա, որոնք շատ հաճախ այդպես գաղտնիք, լավ, գեղեցիկ հարցադրումներ են իրենց մեջ պարունակում, և պետք է ուշադիր լինել։ Նախ տեսնենք, որ անհավասար է 0-ի դեպքում համակարգը լուծում ունի։ Իրոք, տեսեք, եթե ան 0 է, կլինի y-ը հավասար է 0 և x-ը հավասար է 1։ Այսինքն այս դեպքում 1-0 թվազույգը համակարգի լուծում է հանդիսանում։ Իսկ որպեսզի համակարգը լուծում չունենա, մենք գիտենք, որ այստեղ գծային հավասարումների, երկու անհայտով գծային հավասարումների համակարգ է, և որպեսզի այն լուծում չունենա, անհրաժեշտ է որ անբաժանած մեկը, այսինքն x-ի գործակիցների հարաբերությունը հավասար լինի y-ի գործակիցների հարաբերությանը և հավասար չլինի ազատ անդամների հարաբերությանը։ Հուսով եմ հասկանում եք, գիտեք դա։ Այստեղ քառակուսի չկար, ներողություն ջնջեմ։ Հետևաբար, որպեսզի առաջին պնդումը լինի այս 3-ից, պետք է աքառակուսին հավասար լիներ 1 և անհավասար լիներ պլյուս մինուս 1։ Հիմա եթե անհավասար է 1, ապա այս 3-ն էլ տեղի ունեն, այսինքն այս երկրորդ անհավասարումը տեղի չի ունենա, հետևաբար այս դեպքում չի ստացվի, իսկ եթե անհավասար է մինուս 1, իրոք տեղի կունենան 3 հավասարությունները, հետևաբար այստեղից միայն անհավասար է մինուս 1-ն է բավարարում, այսպով գտանք i-ի մեկ արժեք, այն է մինուս 1-ը, որտեղ համակարգը լուծում չունի, այսինքն մենք պետք է գրենք պատասխան 1, որտեղ ոչ թե հարցնում է i-ի արժեքը, այլ i-ի քանի արժեքի դեպքում համակարգը լուծում չունի։ Երկրորդ հարցադրումը, գտնել i-ի այն ամենափոքր բնական արժեքը, որի դեպքում համակարգը ունի միակ լուծում։ Մենք գիտենք, որ միակ լուծում ունենալու համար, այսինքն ուղիղների հատվելու համար, անհրաժեշտ է, որ անբաժանած մեկը հավասար չլինի 1-ը բաժանած i-ի, այսինքն x-ի գործակիցների x-երի և y-ների գործակիցների հարաբերությունը հավասար չպետք է լինեն, և այստեղից հետևում է, որ աքառակուսին պետք է հավասար չլինի 1-ի և ան պետք է հավասար չլինի պլյուս մինուս 1-ի։ Հիմա ինչ է ասում է գտնել i-ի այն ամենափոքր բնական արժեքը, որի դեպքում համակարգն ունի միակ լուծում։ Այդպիսի արժեքներ i-ի համար իհարկե շատ են, ամբողջ թվային ուղիղի բնական արժեքներն են, բացի այս երկու թվերը, իսկ եթե մեզ բնական արժեքն է ցույց տալիս, ուրեմն այստեղ ինչ է ասում մեզ, ամբողջ թվային ուղիղի վրա բոլոր ամբողջ թվերը կարելի է բացի պլյուս 1-ն ու մինուս 1-ը, սա ենթադրենք մինուս 1-ն է, անենք սա պլյուս 1-ը, և մեզ պահանջում է ամենափոքր բնական արժեքը i-ի։ Հիմա 0-ն ընդհանրապես չի կարելի, մնում է երկուսը բնական արժեքներից, որի դեպքում համակարգը ունի միակ լուծում։ Այսպիսով պատասխան 2։
անհավասար է 2-ը, պատասխանը։ Երրորդ հարցը, I ինչ արժեքի դեպքում համակարգն ունի անվերջ բազմությամբ լուծումներ։ Որպեսզի համակարգը ունենա անվերջ բազմությամբ լուծումներ, պետք է տեղի ունենա հետևյալը։ Իսկ սա տեղի ուներ միայն անհավասար է 1-ի դեպքում մենք արդեն առաջին կետում տեսել ենք։ Այսպիսով այստեղ անհավասար է 1։ I ինչ արժեքի դեպքում համակարգն ունի անվերջ բազմությամբ լուծումներ, անհավասար է 1-ի դեպքում։ Չորրորդը, գտնել I-ի այն ամենափոքր բնական արժեքը, որի դեպքում համակարգն ունի լուծում։ Որպեսզի համակարգը ունենա լուծում, նախ 0-ի դեպքում էլ լուծում ունի, բայց 0-ն ամենափոքր բնական արժեք չի։ Ունի լուծում այն էլ միակ անհավասար է 2-ի դեպքում և անվերջ թվով բազմությամբ լուծում ունի անհավասար է 1-ի դեպքում։ Հիմա մեզ պետք է ամենափոքր բնական արժեքը, որի դեպքում համակարգն ընդհանրապես լուծում ունի, արդեն հասկանում ենք, որ դա անհավասար է 1-ն է։ Ճիշտ է։ Հուսով եմ հասկանալի է ձեզ այս պնդումները, տեսնում եք ինչ նուրբ պնդումներ են և պետք է դրանց տակ կարողանալ մտնել, ուրեմն նորից անհավասար է 1-ի դեպքում անվերջ բազմությամբ լուծումներ ունի, իսկ 1-ը հենց ամենափոքր բնական արժեքն է, այլևս ոչնչի ման գալ, ուրիշ այր որոնել մեզ պետք չէ, քանի որ գիտենք անհավասար է 1-ի դեպքում լուծումներ ունի, իսկ 1-ը հենց ամենափոքր բնական թիվն է I։ Հուսով եմ դուր եկավ ձեզ այս խնդիրը, օրինակ ինձ շատ է դուր եկել, որ նրա հարցապնդումների իմաստով, որ շատ այդպես նրբիկ հարցեր է տալիս։ Հարգելի բարեկամներ, այսքանը, հաջողություն։